ասում կանենք ու ոչ մի բան չի անում։ Արդեն ռեալ խոսանք 2 տարի պլյուս է, մենք նույն բաների մասին խոսում ենք։ 23 դեկտեմբեր ես նոր տեղեկացրեցի։ Մենք արդեն 2 տարի է նույն բաների մասին խոսում ենք, ամենատարական բաներից, որ հարկերում դռները չեն աշխատում, չեն փակվում, մեջի այդ տարական զամոկները փչացած են, արդեն 2 տարի է ես Արմենից սկսած մինչև կառուցապատող ասում եմ, եկեք նորորքեք։ Ասում են կանենք, ոչ մի բան չեն անում։ Այսօր ավելի լուրջ խնդրի համար։ Այսօր ավելի լուրջ խնդրի համար ենք Ֆեջան կներկայացնեք ինչ խնդիր է։ Բարև ձեզ։ Այսօր ավելի լուրջ խնդրի համար ենք հավաքվել, որ մեզ մտահոգում է։ Դա երեսպատման արտաքին սալիկների հետ է կապված։ Դրսից այն կողմից կտեսնեք, որ ընկել են մի 4-5 հատ։ Ու բնականաբար փառքաստու ինչ որ մեկի գլխին չի ընկել, միանշանակ մահանալու էր այդ մարդը, էլի։ Ու նաև խնդիրը կայանում է նրանում, որ դա ինչ որ արագ լուծման հարց չի, որ թեկուզ այդ սալիկները կպցնեն ու ամրացնեն, անցնեն առաջ, էլի։ Որովհետև ինչպես տեսնում եք, հենա ջուր է քաշած արդեն պատշգամբներում, այդ սալիկներն էլ են ենթակա փոկվելու, ընկնելու։ Մենք այսօրվա դրությամբ չենք պատկերացնում, ինչպես այդ հարցը պետք է լուծվի, թե ֆինանսական տեսանկյունից, թե տեխնիկական իմաստով։ Կառուցապատողի հետ երբևէ կապ հաստատել եք, փորձել եք։ Կառուցապատողի գրասենյակ միջնամակներ են գրվել, իրազեկվել է իրավիճակի հետ կապված, շենքում տիրող, բայց մինչ օրս ինչպես տեսնում եք արձագանք չկա, էլի։ Այսինքն արձագանք չլինել ասելով, դե իհարկե գրասենյակից ասում են, որ ծանոթ են խնդիրներին, իրանք կզբաղվեն, կլուծեն, բայց փաստացի որևէ արդյունք չենք դրանցում, էլի այսօրվա դրությամբ։ Իսկ կառուցապատողով է ներողություն։ Շինաս ՍՊԸ-ն է կառուցապատողը։ Տները ինչքանով եք ձեռք բերել, ինչքան գումարով։ Դե տները 100,000 պլյուս էլի, այդ տիպի։ Նայած, հա, քառակուսի մետրի հիմա չեմ կարող ասել, 400-700,000 երևի էլի, այդ սանդղակում էլի, կախված ով երբ է շենքը ձեռք բերել, որ փուլում էլի, կառուցապատման ինչքան է բարձրացած եղել շենքը, բնականաբար գները տատանվում են էլի։ Հիմա ձեր պահանջները որոնք են, ինչ եք պահանջում եւ ումից եք պահանջում։ Ամենաառաջինը մենք խնդիր ունենք անվտանգության հետ կապված։ Հիմա մենք ճիշտ է հեռու ենք կանգնած մի քիչ զգույշ ենք, բայց վստահեցնում եմ, որ այս հավաքված մարդկանցից ցանկացածն էլ վերևը նայելով է, էլի մի հատ արագ անցնում մինչև մտնի մուտք։ Առաջինը անվտանգային խնդիրներն է, երկրորդը կոմունիկացիոն խնդիրներն է, ջրերը պայթել են, վստահեցնում են, որ իբր թե ցուրտ է եղել եղանակային պայմանները դրանից է։ Ով է վստահեցնում, կառուցապատողը թե։ Այո, բայց դե եկեք հասկանանք, որ 21-րդ դարում ենք եւ նման հարցերը, ասենք, շատ արագ լուծվում են։ Այդ սկզբունքով երկրագնդի վրա շատ ցուրտ տեղեր կան, որ ասֆալտել են անում ձմեռը, վերանորոգում են անում, շենքել են կառուցում, էլի, եւ դա հիմք չի ասելու, որ չգիտեմ, ցուրտ է եղել։ Բա բնականաբար ցուրտ է եղել։ Այդ նույնն է, ոնց որ հիմա ներկայությամբ 15-16-րդ հարկ, այսինքն վերևի հարկի հարևաններից էլի մարդիկ կան ստեղ ներկա, ասա, որ տանիքը նորմալ չեն սարքել, 2 հարկ, 3 հարկ ջուրը իջել է, էլի։ Էդի ոնց որ ասես, նորմալ չեն սարքել, նույնն է ոնց որ ասես։ Դա պատճառով ջուրը սկզբից գնացել է այս հասալիքների հետևի հատվածով, իջել է, հետո քաշել է տան մեջ, արդեն վերանորոգված տանը։ Ու բորբոսնել է, նորացին երեխա կա, ասենք։ Մի քանի անգամ դրա մասին տեղեկացրել են, անգործության են մատնվել, ոչինչ չեն արել, ընդհանուր մինչև օֆիս են գնացել, իրավաբանի հետ անգամ, դրանից հետո նոր սկսել են քայլեր ձեռնարկել ու ժամանակավոր քայլեր են ձեռնարկել, այսինքն նախնական լուծում են տվել իբր թե հաջակերտների մեջ դա դիտարկենք, որ նախնական լուծում կլինի, այսինքն ջուրը չի անցնի, վերանորոգման խնդիրը, վերանորոգումը չի փչացնի, այսպես ասված, հետո մարտին, երբ որ արդեն տաքերը ընկնեն, այսպես ասված, հա, իրանք այդ հարցը կլուծեն, բայց դե հաստատանում է փաստ, որ շատ այդպիսի դեպքեր են եղել, իրանց ասած խոսքը ընդհանրապես փուջ է եղել, սին է եղել ու ոչ մի բան չի արվել։ Իսկ ինչ որ գերատեսչության փորձել եք դիմել։ Գերատեսչությունների դիմել են։ Որոնց։ Հիմա դիմել են քաղաքապետարանին, քաղաքաշինության կոմիտե ենք նաև դիմում ուղարկել, այն ենք ուղարկել, տնտեսական մրցակցության հանձնաժողով ենք ուղարկել, նաև մի քանի այլ գերատեսչությունների ենք դիմել, սպասում ենք պատասխանների եւ ըստ իս ոչ մեկ պետքա ոնց որ աշկ չփակի այս ամենի
հետ կապված, որովհետև այստեղ կարող են մարդկային կյանքեր խլվել եւ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք օր առաջ պետք է լուծվեն։ Նաև կառուցապատողին երբ որ տեղեկացրեցին, որ այս քարերը պետքա դեռիվ կպցվի, չգիտեմ ինչ տարբերակով, իրանք ավելի լավ գիտեն, ասեցին, որ մարտին ապրիլին մենք այդ ամեն ինչով կփորձենք զբաղվել։ Չնայած իրանք զբաղվելը մենք շատ լավ գիտենք, մեկ օրվա գործը իրանք 2 տարում կարող է անեն, կարող է չանեն։ Իսկ այդ ընթացքում կարող են բազմաթիվ խնդիրներ լինել, ինչպես նաև ջրերի հետ կապված, որ -1-ից 8-րդ հարկ ասեցի լրիվ ջրվել էր, ամասնաշենքը 7-րդ հարկում ջրաչափ էր ոնց որ տրակել, դրա հետևանքով էր ջրերը լցվել, նորից տեղեկացրեցինք օֆիսին, կառուցապատողին, բայց քանի որ իրանք պետքա միջև այդ հարցերի լուծում տային, այսինքն հարկերում պետքա ֆանկոյ համակարգ տեղադրված լիներ, տներում կա, բայց հարկերում չկա, որպեսզի այդ ամեն ինչը տաք լիներ, պարկինգներում ջրահեռացում չկա, հարկերում այդ ջրաչափերի վրա, որ կպնում է ջեռոցում, պարկինգում ջեռոցում չկա, նաև բացի դրանից այդ ջրաչափերի վրա համակարգ կա, որ կարող են տեղադրել, որ տաքացվի, ոչինչ տեղադրված չի, այսինքն եթե մի քիչ ցուրտ լինի, հնարավոր է նորից պայթի ու հնարավոր է բոլորի բաղնիքները կամ տները նորից ջրվեն, ոչինչ չի արվում, անգործություն եւ անգործություն։ Միայն ծածկադմփոց են անում, միայն փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ ու տարիներով այս ամենը լրիվ շարունակվում է։ Ես այլևս այս կառուցապատողի այս օֆիսի հետ ուղղակի անիմաստ եմ համարում մեկ բառ անգամ ավել խոսալը։ Ճիշտ եմ հասկանում, որ ի սկզբանե խնդիրները արկա չեն եղել, այլ ապրելու ընթացքում են հայտ եկել։ Ոչ, ի սկզբանե էլ խնդիրներ, այսինքն 2 տարի առաջ արդեն խնդիրները ակնհայտ են եղել, բազմաթիվ ջերմամեկուսացումը մենք տեսել ենք, որ չի արվել, նաև բացի դրանից բազմաթիվ արհեստական խոչընդոտներ կառուցապատողի հետ կողմից եղել, շենքն են փակել, գումարներ են ավելորդ փորձել բնակիչներից շորթեն, սպասարկման վճար, հիմա նույնպես վերցրել են, հիմա Ինչքան գումարի մասին է խոսքը։ Օրինակ հենց հիմա սպասարկում են մարդիկ անում, իսկ սպասարկումը 0 է, ասենց ասեմ, ոչինչ չի արվում, բացի մաքրությունից, որը կրկին այսպես ասեմ, շատ թերի է արվում, ուրիշ ոչինչ շենքում չի արվում։ Քառակուսի մետրը 250 դրամ, արդեն բնակիչ ունենք 4 ամիսը պետք է այդ վճարը կատարի։ Իսկ կառուցապատողը անգամ չի բարեհաճում իր խնդիրները, որը ինքը պետք է անի, գա կատարի։ Սպասարկման գումարներ ա շորթում եւ ասում է եթե այդ գումարները չտանք, չգիտեմ, ձեր հետ նոտար չեմ մտնի կամ նոտար մտնելուց ջուրը կանջատեմ, շենքի մուտքը միջև այդ կփակեմ, հիմա արդեն գիտի, որ ավարտական շահագործման ակտը կա, արդեն պետքա մտնենք նոտար, այդ շենքի մուտքը չի փակում արդեն, բայց բազմաթիվ անիմաստ խոչընդոտներ ա ստեղծում բոլորիս համար եւ դրա լուծումը ուղղակի մենք չենք հասկանում։ Ըստ իս պետքա գերատեսչությունները, պետական մարմինները արդեն, որովհետև մենք էլի այսպեսի ժողով ենք արել, այս ամեն ինչը բոլորը տեղյակ են եւ շատ շուտ այս խնդիրներին պետքա լուծում տալ։ Իսկ ինչու հենց հիմա որոշեցիք, այլ ոչ ի սկզբանե բարձրաձայնել խնդրի Մենք ի սկզբանե ժողով արել ենք, բազմաթիվ ժողովներ ենք արել, կառուցապատողի հետ նաեւ եղել է ես եւ կառուցապատողը հանդիպել ենք իր մոտ, խնդիրները բարձրաձայնել եմ, լրիվ տեղեկացրել ենք իր հետ անմիջական կապել ա եղել իմ եւ մեր հարևաններից եւս մեկի հետ, բայց կառուցապատողը ամեն ինչ ասում է կշտկեմ ու ոչինչ չի շտկում։ Ես ասում եմ ամենատարական բաները, հարկերում դռները 4 դուռ ունենք մեր 4-րդ հարկում չի փակվում։ 2 տարի է նույն բանը ասում եմ, 2 տարի է ինձ ասում են կանենք։ Ես կարող եմ դա անել։ Լիքը բաներ մենք մեր միջոցներով արել ենք։ Շենքը մեր միջոցներով կապիտալ մաքրել ենք։ 3 տարի ընդհանրապես շենքը կառուցապատողի կողմից չի մաքրվել։ Մեր միջոցներով կապիտալ մաքրել։ Տարածքը լրիվ դիմահատված է այսպես 1300 քառակուսի, 3000 քառակուսի սևահողով մենք ենք լրիվ ասֆալտապատել, սևահող արել։ Կառուցապատողի աղբեր է այստեղ։ 5 անգամ ասեցինք ձեր աղբը տարեք։ Բազմաթիվ տրակտորներ ունի, բազմաթիվ մաքրող սարքեր ունի, ոչինչ չարեց, էլի մենք մեր միջոցներով արեցինք, հսկայական գումար ենք այստեղ ծախսել։ Բացի դրանից շենքը գետ մեկ անգամ մենք չենք տեսել, որ ջրցան մեքենաներով մաքրվի։ Իսկ ես գիտեմ, որ նորմերին պետք է համապատասխան շենքը ջրցան մեքենաներով անընդհատ մաքրվի։ Կառուցապատողին ասում է ջրցանով մաքրեմ, նորից փոշի է դառնալու։ Հասկանում եք, աբսուրդի սա ամենավերին գագաթնակետն է, այլ ես չգիտեմ։ Ու այն դեպքում, որ այս մարդը իր շինարարական ընկերությունում գիտենք բազմաթիվ ջրցան մեքենաներ ունի եւ չգիտեմ բազմաթիվ տեխնիկաներ ունի, չի անում։ Միակ տարբերակը մենք հիմա գտնում ենք, որ պետքա բոլորը հավաքվեն գնան կառուցապատողի օֆիս, որը գտնվում է Հուսային պողոտայում, եւ պահանջենք, որ այս ամեն ինչին հենց այս պայից արդեն վերջ տրվի։ Այսինքն, ինչ է դա նշանակում, առաջինը կառուցապատողը սպասարկում է միանգամից դուրս է գալիս սպասարկումից, կառուցապատողը շենքի ղեկավարումից դուրս է գալիս, անվտանգությունը հանձնում է բնակիչներին եւ այս ամեն ինչով սկսում են զբաղվել բնակիչները։ Վերջ, ուրիշ տարբերակ չկա, որովհետեւ մենք տարիներով ասում ենք արեք, մենք անգամ գումարը կվճարենք, խնդիր չկա, բայց ոչինչ չի արվում։
Բացի դրանից մի հատ ուրիշ հարց կա, որ մտահոգում է մեզ։ Հասկանալի է, որ նորակառույց շենքա մարդիկ բնակարանները մեծամասամբ ձեռք են բերել վարկով եւ բանկերի անտարբերությունն է մեզ շատ զարմացնում, որովհետեւ սա դեռ այս շենքը բնակարանները դեռ մի 20 տարի, 10 տարուց ավել դեռ պետքա գրավ հանդիսանա իրանց մոտ, իրանք ոնց են հանգիստ նստած ու իրանք ռիսկ չեն դիտարկում այս ամեն ինչը, որ կամ նույնիսկ ռիսկ չեն դիտարկում այն հանգամանքը, որ հաշվի առնելով այս բոլոր թերությունները, ուղղակի մարդիկ համատարած կհրաժարվեն բնակարանները ընդունելուց։ Բացի այդ էլ այստեղ մեր համար անհասկանալի հարց է կացայատան հարցը, որը շատ կարևոր է։ Այսօրվա դրությամբ մեզ ասում են, որ բանավոր կերպով կացայատունը պատկանում է կառուցապատողին, այսինքն դա եւս մեկ լծակ է սակագներ սահմանելու ահռելի, այսօրվա դրությամբ մարդկանց 500,000, 400,000 վճարներ են եկել, որ պետք է վճարեն ջեռուցման համար, որը ցանկացած մարդու անհասկանալի է, դա ոնց հաշվարկվել, ինչ արվել, այսինքն այդ կացայատունը կարող է օգտագործվի հետագայում որպես լծակ ճնշումներ գործադրելու բնակչության վրա, քանի որ դա կենսական անհրաժեշտության օղակ է, ջեռուցումն ու հովացումը, եւ բնականաբար որևէ մեկը չի կարող հրաժարվել ջեռուցումից կամ հովացումից, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ շենքը գազամատակարարում չունի առանձին, եւ բացի դրանից պայմանագրերում նշված կա կետ, որ նաեւ օդափոխիչներ արգելված է տեղադրել շենքի տեսքը չփչացնելու համար, էլի։